Ցայք հեռուստաընկերության եւ ռադիոյի ուղիղ եթերում ազդարել լրատվականն է, ստուդիայում Անի Բաղդասարյանը, բարև ձեզ։ Նորություններին նախ համառոտ ծանոթացեք։ Ապրիլի 7-ին դժբախտ պատահար է գրանցվել Շիրակի մարզում, ժամը 12:30-ի սահմաններում Վահրամաբերդ գյուղի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության թիվ N տանկային հրաձգարանի տարածքում պայթյունից մահացել է 2 երեխա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գյումրու փողոցների բարեկարգման համար գումարային հատկացումներ է կատարել, արդյունքում մեկնարկել են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները։ Ըստ նախնական հաշվարկների մոտ 2 ամսում քաղաքի գլխավոր փողոցները կդառնան բարեկարգ։ Գյումրու Տիրամայր Հայաստանի Կուսաստանում տեղի է ունեցել Սուրբ Ուխտադրության արարողակարգ, այն կատարվել է Հայր Ռաֆայել arczepiskopos Մինասյանի կողմից։ Վարդան Աջեմյանի անվան դրամատիկական թատրոնում միասնական համերգով հանդես են եկել դրամատիկական թատրոնի դերասաններն ու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի երաժիշտները։ Միջոցառումը նվիրվել է թատրոնի միջազգային օրվան եւ մայրության եւ գեղեցկության տոնին։ Ապրիլի 7-ին դժբախտ պատահար է գրանցվել Շիրակի մարզում, ժամը 12:30-ի սահմաններում Վահրամաբերդ գյուղի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության թիվ N տանկային հրաձգարանի տարածքում պայթյունից մահացել է 2 երեխա։ Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի անդամները եւ մարզային ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 2001 թվականին ծնված Արթուր Մկրտչյանը եւ 1997 թվականին ծնված Մուշեղ Գևորգյանը։ Երեխաները դեպքի օրը դաշտ էին գնացել Արթուրի հովիվ հոր հետ, երբ տղայի հայրն հեռացել է, երեխաներն հավանաբար նկատել են այդ առարկաներն ու խաղացել, ինչին հետևել է պայթյունը։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ռուսական զորքերի տանկային հրաձգարանին է պատկանում, որտեղ ռուսական կողմը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում։ Այն համայնքի համար ծառայում է որպես արոտավար, երբ տարածքում զորավարժություններ չեն անցկացվում։ 1999 թվականին վերջի անգամ պայմանագիրը նորից թարմացվել է 247 հեկտար մեր համայնքի վարչական տարածքից 49 տարի ժամկետով Հայաստանի կառավարությունը անհատույց օգտագործման իրավունքով տվել է Ռուսաստանի Դաշնությանը որպես կրակակետ զորավարժություններ անցկացնելու։ Տարածքը մեր համայնքինն է, ուղղակի օգտագործում է ռուսական զինուժ։ Երեխաները ըստ համայնքի բնակիչների պայթուցիկ զինամթերքը վերցրել են որպես ալյումին եւ այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը։ Տղաները տեղում մահացել են։ Արթուրը Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի 4-րդ, Մուշեղը 7-րդ դասարանների աշակերտներ էին։ Համադասարանցիները ցնցված են կատարվածից։ Լավ տղաեր, ընկերասեր, ընկերներին հասնող էր։ Փոքրերին չէր ծեծում։ Նա մեզ օգնում էր, ինչ որ հասնում էր եւ շատ ընկերասեր էր եւ նա մեզ սիրում էր, օգնում էր մեզ ամեն ինչում։ Մուշեղի դասարանն է, տղայի նստարանը, դպրոցում մնացած նրա նախորդ օրվա իրերն են, դասընկերները շփոթված էին եւ մտասույս, դասասենյակում լռություն եւ կիսատ մնացած մանկական խաղի կարոտ կարգարացած։ Իր ուսման տարիների ընթացքում ինքը իրեն դրսևորել է որպես հայրենասեր փոքրիկ երեխա, որը կարիք ուներ դաստիարակվելու, կրթվելու, որին մենք աջակցում օգնում ենք։ Նա որպես ազնվորություն շատ դրական կողմից կարելի է գնահատել, բայց սովորելու առումով մի քիչ ճիշտ ասած այդպիսի առաջադիմություն չուներ, պատճառը գուցեև ընտանիքի սոցիալապես անապահով լինելն էր, որ հիմնականում ծնողները Մուշեղին ներգրավում էին տնային աշխատանքների մեջ, հատկապես անասնապահության մեջ, այդ իսկ պատճառով գուցեև լիարժեք չէր հասնում Մուշեղը սովորել։ Նորմալ աշակերտ էր, քառորդները բոլորը 4-ը իր ուժերով ստացել է, զիջումները չի եղել։ Այդ կան սովորող երեխա էր, այդ կան էր ուժերը, բայց որպես մարդ ինքը շատ լավ մարդ էր։ Կարող եմ այդպես բնութագրել, թե բոլորս հուզված ենք, ուրիշ երևի էլ բան չեմ կարող ավելացնել։ Շատ սարսափելի դեպք է, չեմ կարող ուրիշ բան ասել։ Երկու տղաներն էլ սոցիալապես անապահով պայմաններում էին ապրում։ Շատերն էին աջակցում նրանց, իրենց հոգսը հոգալու եւ կարիքները բավարարելու հարցում։ Մեկ իրենց եկամուտի աղբյուր է եղել է հայրը որպես հովիվ, անասունները արածելու տարը, տարեկան մոտավորապես 1 միլիոնի չափ երևի տանուր եկամուտ են ունեցել, որով կարողացան իրենց ընտանիքի գոյությունը պահել։ Երկրորդը 5 երեխաների ընտանիք է, իրենց ընտանիքն էլ ծանր վիճակում է,
Իրենք էլ հայրը աշխատում էր նախրապա մեր մոտ։ Այս տարի որոշեց դուրս գալ խոպան, գնացել արդագնա աշխատանքի մոտ շաբաթը եղավ երևի։ Նրանք երբեք դասագրքերի համար ասենք գումարներ չեն վճարել, ավելացրած օգտվում էին դպրոցի սնունդ ծրագրից, ուսուցիչները բազմաթիվ անգամ օգնություն են կազմակերպել, դա շորի տեսքով է եղել, դա կրոնական պետույքի տեսքով է եղել, սննդի տեսքով է եղել։ Մի խոսքով դպրոցը ամեն ինչ անում էր, որ երեխաների ուսուցչության դասիրակության հարցը պատշաճ մակարդակի դրվեր։ Ելենա Ավետիսյան, Հասմիկ Կարապետյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Նշեմ, որ Շիրակի մարզպետարանը պայթյունի հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին յուրաքանչյուրին հատկացրել է 100,000 դրամ։ Գյումրու Մայր Հայաստանի տարածքի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայթուցիկ զինամթերք, այն իրենից ներկայացրել է 28 հատ 152 մմ տրամագծով գաուբիցի արկի մարտական գլխիկների պայթուցիկ, դեպքի վայրում աշխատել են համապատասխան մասնագետներ։ Կատարվել են ուսումնասիրություններ, որոշելու համար թե դրանք տեղում պետք է վնասազերծվեն, թե հեռացվեն տարածքից, նոր կատարվեն համապատասխան գործողությունները։ Պատասխանատուները նշել են, որ դրանք իրենցից այս պահին վտանգ չեն ներկայացնում, քանի դեռ որոշ միջամտություն չի կատարվել։ Նշեմ, որ այդ տարածքի զորամասը վաղուց չի գործում։ Օպերատիվ հաղորդագրություն է ստացվել Շիրակի կայազորի ՌՎ բաժին, որ նախկին լուծարված զորամասերից մեկ քանդված զինապարասների տարածքում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել եւ ՌՎ բաժնի աշխատակիցները եւ քննչական խումբ, մեր կայազորի քննչական բաժնից քննիչ իմ ղեկավարությամբ։ Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում էին Շիրակի մարզի ռազմական ոստիկանության օպերատիվ խումբը հրամանատարի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի ոստիկանության օպերատիվ խումբը, մարզային զինվորական դատախազության ներկայացուցիչները, կեչի ներկայացուցիչը, տեղում ուսումնասիրվել է տարածքը, հայտնաբերվել է 152 մմ տրամաչափի հաուբեցի, այսինքն հրանոթի արկի գլխիկներ, թվով 28 հատ, որոնցից 7-ը ըստ նախնական տվյալների մարտական են, վտանգավոր են, իսկ մյուսները ժանգոտված, թե մարտական են, թե չէ կպարզվի։ Այս պահին իրենք իրենցից վտանգ չեն ներկայացնում, մինչև ներգործություն չլինի, նրանք չեն պայթի։ Այս տարածքը նախկին լուծարված զորամաս է, պաշտպանության նախարարության բալանսի տարածք է, նախկին զորամաս ու հսկվող տարածք։ Ազատ մուտք չի կարող լինել այստեղ։ Ագանազերծողի հետ մշակվում է պլան, տեղում ոչնչացնելու կամ տեղափոխելու։ Այնուամենայնիվ որոշում է կայացվել նշված զինամթերքը տեղափոխել համապատասխան վայր, կրակադաշտ գոյություն ունի Շիրակի մարզում տեղակայված Կուսանակյուղի հարևանությամբ։ Այնտեղ ոչնչացնելու ցուցում կա, որը կարգն է։ Նյութեր են նախապատրաստվում, բացառում որ փորձաքննություն է նշանակվել։ Ապրիլի 8-ին ժամը 16:36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մանկապարտեզի մոտ հայտնաբերվել է զինամթերք, ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Նշված հասցեում սակրավորները հայտնաբերել են գաուբից տեսակի արկի 75 տրամաչափով, որը տեղափոխվել է զորամաս։ Անցնենք օրվա մյուս թեմաներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Գյումրու փողոցների բարեկարգման համար գումարային հատկացումներ է կատարել։ Արդյունքում մեկնարկել են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները։ Ըստ նախնական հաշվարկների մոտ 2 ամսում քաղաքի գլխավոր փողոցները կդառնան բարեկարգ։ 4 փողոցում 4 կապալառու կազմակերպություն աշխատանքները սկսել են։ Նախ գծագրվում են փողոցի վնասված հատվածները, այնուհետ փորվում, հետո իրականացվում փոսալցման եւ ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատում են 4 կազմակերպություններ, մեր Մոսկովյան, Ախոյանի, Ճանքշին, Ախոյանի, Կոպշին, մեկնել էլիտարմաշին, սպները։ 4 կազմակերպություն, որոնք աշխատում են ամեկը 2-3 ֆրոնտով։ Սկսել ենք Ալեք Մանուկյան փողոցից, ուրեմն Կարենամես հրապարակ, ինչպես ասում ենք, Գորկու փողոցն ենք սկսել եւ Երևանյան խճողի 4 ճակատով ենք 4 ուղղություններով սկսել ենք ուրեմն փոցային նորոգումներին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գումարային հատկացումներ կատարել է, որի մեծ մասն ըստ պատասխանատուների օգտագործվելու է Գյումրու փողոցների բարեկարգման համար։ Հատկացվելու է 300 միլիոն դրամ գումար, հիմնականում այդ գումարով կատարվելու է Գյումրու կենտրոնական հրապարակի
հիմնանորոգման եւ կենտրոնական հարաբերակ մտնող փողոցների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ Օզանյան փողոցից մինչեւ Ալեք Մալունյան փողոց ընկած Շիրագացի փողոցի այդ տարածքը։ Ավել տեխնիկայի եւ աշխատուժի խնդիր առայժմ չկա։ Գյումրու քաղաքապետարանը շարունակելու է համագործակցությունը նախկին կազմակերպությունների հետ։ Նորերի հետ համագործակցելու հարկ դեռևս չկա, ասում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։ Բացի մասնակի նորոգումից Գյումրու որոշ փողոցներ հիմնովին են վերանորոգվելու։ Մեկնարկը տրվելու է Վարդանանց հրապարակից։ Գումարը ինչքան պարարեց, կանենք հիմնական նորոգման աշխատանք, դրանից հետո կտեսնենք թե ինչ հնարավորություն կունենանք։ Ունենք մենք ուրեմն հրապարակ ընդհանուր ասֆալտապատում, հետո այս 50-ամյակից Ալեք Մանուկյանից մինչև ներքև Թեկայի մոտ հետ սպլաշնով է արվելու։ Քաղաքի գլխավոր փողոցները կարգի բերելուց հետո գուցե հերթը երկրորդականներին հասնի։ Գումարային նոր հատկացումների դեպքում դրանք կխճապատվեն, ասֆալտապատում դրանցում այս տարի չի նախատեսվում։ Երկրորդական փողոցները մենք պետք է խճապատենք։ Ասֆալտապատում հնարավոր չէ, երևի մյուս տարի Քարամյա ծրագրի մեջ մտած է, խճապատումով կարգավորում ենք, որպեսզի ցեղից ազատվենք։ Շարունակեն այնքան ինչքան որ գումարները մեր բավարարեն։ Եվ նոր գումարներ եթե կարողանանք ստեղծել։ Ասֆալտապատումը Գյումրիում կշարունակվի մինչև եղանակային պայմանների վատթարանալն ու գումարի վերջանալը, բայց թե երբ կհաջողվի քաղաքը տեսնել հարթ ու բարեկարգ ճանապարհներով հստակ չէ։ Հեղինե Մանուկյան, Մելսոն Խաչատրյան, Ազդարար։ Մեկնարկել են ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը։ Օրենսդիրի նիստերի օրակարգի որոշման նախագծում 74 հարց է, այդ թվում 11 միջազգային պայմանագիր։ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց եւ 1 միջազգային պայմանագիր։ Ապրիլի 9-ին ազգային ժողովն իր հատուկ նիստը կգումարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նույն օրը հրաժարական կտա կառավարությունը։ Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, այդ մասին Ազատություն ռադիոկայանին ասել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը, որպես պատճառ նշելով Բարգավաճ Հայաստանի նախագահի բացակայությունը երկրից։ Իվետա Տոնոյանը նաև ասել է, որ Գագիկ Ծառուկյանը արտերկիր է մեկնել նախօրեին, արդեն հայտնի է, որ ապրիլի 9-ի նիստին չեն մասնակցելու Ժառանգությունն ու ՀԱԿ-ը։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ի համար ապրիլի 9-ը հեշտական նիստի օր է եւ ազգային ժողովի նիստին մասնակցել չմասնակցելու հարց չի քննարկվել քաղխորհրդում կամ խմբակցությունում։ Հայ հեղափոխական դաշնակցության падգամավորական խմբակցությունը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու ազգային ժողովի հատուկ նիստին։ Իսկ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ապրիլի 9-ին ժամը 11-ին ժողովուրդը հավաքվելու է Ազատության հրապարակում եւ արդեն 12-ին տեղի կունենա Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ժառանգության մամլոք-արտուղար Հովսեփ Խուշուձյանը։ Դիտարկմանը թե այսինքն տեղի է ունենալու Ռաֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը նա ուղղել է Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու սահմանադրության վրա։ Դրանից հետո կլինի տոնական համերգ, հանրահավաքը կշարունակվի քաղաքական ելույթների ձևաչափով, նշել է մամլոք արտուղարը։ Ապրիլի 9-ին ժամը 18-ին էլ նախատեսվում է անցկացնել երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր հաստատել է, որ զորքը բերվել է մարտական պատրաստվածության վիճակի, բայց չպետք է հարցը քաղաքականացնել։ Ընդ որում մարտական վիճակի է բերվել ոչ միայն Երևանում ու դրան մոտ տեղակայված, այլ Պաշտպանության նախարարության մարտական հերթապահություն չիրականացնող բոլոր զորամասերը։ Հովհաննիսյանը հայտնել է, որ սա պայմանավորված է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությամբ, սակայն նաև մեկնաբանել զինված ուժերի նման պատրաստվածության է բերվում բոլոր տոնական օրերին, երբ արտաքին վտանգ կա։
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Կոլինդա Գրապար-Կիտարովիչին, ով Հայաստան է ժամանել նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության եւ դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին հարցեր։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում։ Նախագահի համոզմամբ դաշինքի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է հանրային դիվանագիտության ոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին։ Դեսպան Կոլինդա Գրապար-Կիտարովիչը նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույնները եւ բարեմաղթանքները։ Մինսկի գործընթացում անհրաժեշտ է անընդհատ աճ արձանագրել, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցություններում հստակ առաջընթացի կարիք կա։ Ինչպես հաղորդում է Armenpress-ը, վկայակոչելով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ստամբուլում կայացած հանդիպման եւ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հայ-թուրքական հարաբերությունները բեկումնային նշանակություն ունեն եւ շատ ավելի համակողմանի մոտեցում են պահանջում, նշել է Թուրքիայի արտգործնախարարը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ Հայաստանի հետ հարաբերությունները ապագայում էլ իրենց ուշադրության կենտրոնում են լինելու։ Թուրքիա կատարեց իր հերթական այցելության ժամանակ Քերին հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Քննարկումներ են ընթացել Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների, թուրք-իսրայելական հարաբերությունների շուրջ։ Քննարկվել է Սիրիայի հարցը, արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակամիջոցում առանցքային խորհրդակցություն հրավիրել Սիրիայի բարեկամների միջև։ Մահացել է Մարգարեթ Թետչերը, երկաթյա լեդին, այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Համաձայն լրատվամիջոցների տարածած նախնական տեղեկության, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մահվան պատճառը եղել է ուղեղի կաթվածը։ Նա ծնվել էր 1925 թվականի հոկտեմբերի 13-ին Անգլիայում, 1979-ից 90 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, պահպանողական կուսակցության առաջնորդը։ Հայտնի էր որպես երկաթյա լեդի։ Մի առիթով նա ասել է. «Այնինչ անհրաժեշտ է Բրիտանիային, երկաթյա լեդին է»։ Նա առաջին եւ դեռևս միակ կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Չեռնոգորիայի նախագահի երկու թեկնածուները Վույանովիչը եւ ընդդիմադիր գործիչ Միոդրագ Լեգիչը հայտարարել են ընտրություններում իրենց հաղթանակի մասին։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները։ Սոցիալիստների ժողովրդական կուսակցության գնահատմամբ իրենց թեկնածու Վույանովիչը հաղթել է ընտրություններում, հավաքելով 51.3% ձայն։ Ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածու Միոդրագ Լեգիչն ստացել է 50.5% ձայն։ Երկու տեխնատուներն էլ հայտարարում են, որ օգտվել են ընտրական տեղամասերից վերցված արձանագրություններից։ Մասնակցություններն ընտրություններում եղել է 60%։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանով համաներում է շնորհվել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի համախոհներին, ընդհանուր առմամբ 6 մարդու։ Նրանցից մեկը ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն է, ով 2010 թվականին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Նախկին նախարարը ազատության մեջ է հայտնվել, բայց այլևս չի կարող պետական պաշտոններ ստանձնել կամ ընտրություններին մասնակցել։ Ընդդիմադիրները այժմ պահանջում են ազատ արձակել նաև Տիմոշենկոին։ Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլին վնասել է ձեռքը հեծանիվից ընկնելու հետևանքով, տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը վրացական լրատվամիջոցներին հղումով։ Նրանց տեղեկություններով նախագահը կոտրել է ձեռքը թուրքական Անտալիա քաղաքում հեծանիվ քշելու ընթացքում։ Նա տեղափոխվել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկը։ Տեղի ունեցածի պատճառով հետաձգվել են Թուրքիա այցի ընթացքում պլանավորած բոլոր միջոցառումները։ Նախագահի աշխատակազմը սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատել։ Եգիպտոսի նախագահի հրամանով միջոցներ են ձեռնարկվում Կայիրեում Սուրբ Մարկոսի տաճարի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Եգիպտոսի մայրաքաղաք Կայիրեում տաճարի դիմաց բախումներ են տեղի ունեցել քրիստոնյաների եւ մուսուլմանների միջև, որոնց հետևանքով արդեն մի քանի մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Կայիրեում քրիստոնյաների եւ մուսուլմանների միջև բախումները սկսվել են ապրիլի 6-ին, անկարգությունների պատճառ է դարձել քրիստոնյա երեխաների խաղը, ովքեր սկսել են նկարել ինչ-որ շինության պատերի վրա, որը ինչպես պարզվել է իսլամական աստվածաբանական
բժշկական կենտրոն էր։ Բախումները նոր թափ են ստացել զոհվածների թաղման ժամանակ։ Հավաքված երիտասարդները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ վերջիններս արցունկաբեր գազ են օգտագործել նրանց ցրելու նպատակով։ Շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կրկին վերադառնանք տեղի նորություններին։ Գյումրում Տիրամար Հայաստանի Կուսաստանում տեղի ունեցել Սուրբ ուխտադրության արարողակարգ, այն կատարվել է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի կողմից։ Սուրբ պատարակով սկսվեց նորընծակույր Մայրամի առաջին ուխտադրության արարողակարգը։ Հիմնականում նման արարողակարգը տեղի է ունենում Հռոմում, սակայն արդեն երկրորդ անգամն է հատուկ թույլտվությամբ այն կայանում է Հայաստանում։ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը հրավիրվածներին խրատեց սիրել միմյանց եւ հավատարիմ մնալ Տիրոջը։ Խրատում եք եւ ասում եք, որ աղջիկ, այսօր դու նոր կյանք պիտի ունենաս, նոր տեսանը պիտի ունենաս, սիրիլ, իր կյանքը գդարի, իր շուրջը գտնվի եւ բնավ աչքեր չդրի։ Հայրապետն ասում է Մայրամով պետք է պարծենալ, նա Հիսուսի հետևորդն է եւ ծառան։ Մենք ամենքս կանչված ենք դառնալիս, որպես քրիստոնյաներ, հավատալու ճշմարիտ կերպով։ Այսինքն ես երբ հավատամ, որ այս ինչ ապրանքը էստեղ է, կխնամեմ։ Քարոզից հետո սկսվեց բուն արարողակարգը։ Պատարակիչ Հայրապետը կանգնելով խորանի առջև իր խոսքը հղեց նորընծային։ Վերջինս վառվող մոմը ձեռքին մոտեցավ Հայրապետին։ Տեր, ամոթով մի թող ինձ, այլ քո հեստությամբ եւ անչափ ողորմությամբ ընդունիր ինձ։ Նորընծան խորանի առջև խոնարհվեց, Հայրապետի հարցերից հետո կարտաց ուխտն ու աղոթեց։ Հայրապետը շարունակեց Սուրբ ուխտադրումը, խոսքը հղելով Մայրամին իբրև վերջին հարցադրում։ Լսիր դուստը, դես եւ լավ մտածիր, քանզի տակավորը հավանեց քո կերծքությանը։ Ահավասիկ, ես աղախինն եմ Քրիստոսի։ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը ուխտյալ Մայրամի վրա օրհնած ջուր ցողեց։ Նոր ուխտյալը կարգի համաձայն պառկեց գետնին եւ նրան ծածկեցին սպիտակ քողով։ Երկու մոմ վառվեց Մայրամի գլխին եւ ոտքերի մոտ։ Պատարակիչ Հայրապետը Քրիստոսի Սուրբ Մարմինը եւ Սուրբ Այրունը ճաշակելուց հետո սպիտակ քողի տակ ծածկված ուխտյալ Մայրամին կանչեց. «Դու որ ննջում ես, արի»։ Եվ Քրիստոսը պիտի քեզ լուսավորի։ Այնուհետև Հայրապետը խաչը օրհնեց եւ տվեց նորընծային որպես կյանքի եւ փրկության նշան։ Սպիտակ քողը փոխարինվեց սևով։ Ընդունիր այս սուրբ քողը եւ գրիր այն առանց արադի, արհամարելով աշխարհը խոնարհության եւ սիրով։ Իբրև ուխտյալի Մայրամի գլխին դրվեց պսակ, որպես Քրիստոսի հարս։ Աշոտսկի տարածաշրջանից է 28-ամյա Մայրամը։ Այս որոշումը դեռ երեխա ժամանակ է կայացրել, նպատակին հասնելու համար ներքին վախ եւ դժվարություններ է հաղթահարել։ Պատարակներին հաջախելով, այդ ժամանակ զգացի, որ Աստված ինձ համար ուրիշ ծրագիր ունի։ Ծնողներիս համար մի քիչ դժվար էր, որովհետեւ միակ դուստրն եմ։ Սկզբնական շրջանում շատ դժվար էր, բայց վերջը համակերպվեցին։ Մայրամը խոստովանում է, նոր կոչումը պարտավորեցնող է, համոզված է, որ այս քայլին գնացողները չպետք է վախենան ու երկմտեն, այլ պետք է հավատան ու ծառայեն Քրիստոսին։ Մարգարիտա Մինասյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Գյումրու Վարդան Աչեմյանի անվան դրամատիկական թատրոնում միասնական համերգով հանդես են եկել դրամատիկական թատրոնի դերասանները եւ ժողովրդական գործիքների պետական նվագախմբի երաժիշտները։ Միջոցառումը նվիրվել է թատրոնի միջազգային օրվան եւ մայրության եւ գեղեցկության տոնին։ Թատրոնի սոխակ համերգային ծրագիրը հաջողությամբ մեկնարկեց։ Աչեմյանցիներն այս անգամ հանդիսատեսին ներկայացան նոր ձևաչափով, իրենց դերասանական վարպետությունը փոխարինելով ձայնային ելևէջներով։ Երկի պրոֆեսիոնալիզմի մեջ շատ մեծ տարբերություն կա թատերայնության հետ, բայց հուսով եմ մի փոքր հաղթահարել ենք այդ ամեն ինչը։ Երբ ընկերներով հավաքվում ենք, իհարկե երգում ենք, պատահում է
ու մեզ թվում էր, թե երգում ենք իբր թե, բայց պիտի ասեմ, որ շատ մեծ տարբերություն կա պրոֆեսիոնալների հետ աշխատելը։ Ժողովրդական երգի երեկոյի երկացանկը կազմվել էր հատուկ, հաշվի էր առնվել դերասանների ձայնային հնարավորությունները։ Երկը ունի իր նրբություններ, երկը ունի իր նրբերանգները, որը երբեմն մեզ թվում է թե հեշտ է, բայց բավականին դժվար է։ Մենք կատարման վրա շատ էներգիա չենք ծախսում, այսինքն տեխնիկական հնարավորությունների վրա շատ չենք, այսինքն նոտա ճիշտ երգելը ինչ որ բանը կանոնիկայի մեջ երաժշտական չենք երգում, մենք երգում ենք մեր զգացողությունները, մեր հոգո կանչով։ Այս ձևաչափում հանդես գալու համար դերասանները երկար էին պատրաստվել, ոմանք ամբողջությամբ կարողացել էին հաղթահարել դժվարությունները, ոմանք կիսով չափ, ելույթ ունեցան միայն երիտասարդները, զուգերգերով, մեներգերով ու դերասանական կատակներով։ Աստծո տված շնորհքով դերասանը ինքը ամեն ինչ էլ պետք է կրնանա են պալաջան, պետք է դերասանը երգե, դերասանը պետք է բարե։ Որպես դերասաններ եւ դեմադրիչներ պակաս չեն հաստատամոզված եղեք։ Մեկը մեկից ավելի գերազանցում է թե երգը եւ թե դերասանի վարպետությունն ու իրենց բեմադրիչի արվեստը։ Դերասաններ կային, ովքեր չերկեցին, պարզապես չէին ուզում։ Մենք ժամանակին շատ ենք երգել բեմի վրա։ Ես կարող եմ այնպես երգել ինչ որ այն ժամանակ մի քիչ սխալ կլինի։ Տարիքի հետ կապված բան է։ Ձայնս արդեն նստած է, չեմ համարձակվում երգել։ Համերգային ծրագրի ընթացքում եղան նաև անսպասելի անակնկալներ, նրանք ովքեր որոշել էին չերկել, ակամա գնացին այդ քայլին։ Առաջին անգամ գյումրեցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հետևել Կարմիր անկյունում ընթացող աշխատանքներին։ Նրանք հանդիսատեսին ներկայացան ժյուրիի կազմում, լսեցին, գովեցին ու քննադատեցին երիտասարդ դերասաններին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ևս հայտնեց իր կարծիքը։ Շուտով դուք մեր թատրոնում կտեսնեք Վերդիի Այդա օպերան Մարգարիտ Ամինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Օրվա լրահոսից առանձնացրել ենք այսքանը, շնորհակալություն մեզ հետևելու համար, առայժմ։